Նոյեմբերը համարվում է զեղչերի ամիս։ Ամենատարբեր առևտրային հարթակներում մեկնարկում են մեծածավալ ակցիաներ, սկսած 11-11-ից մինչև Սևուրփաթ։ Գնումների այս տենդը գրավում է հազարավոր սպառողների, սակայն մասնագետները հորդորում են չտրվել գայթակղություններին եւ մտածված մոտենալ ծախսերին։ Սևուրփաթը ընդհանրապես համարվում է Սուրբ Ծննդյան նախօրյակին, անոնսային, վաճառքային որոշակի մեկնարկ։ Սրա միջոցով բիզնեսները կարողանում են բարձրացնել իրենց շրջանառությունը, որոշակի տրամական հոսքերի cash flow-ի խնդիր լուծել եւ հիմնականում գույքագրելով այն ապրանքները, որոնք ավելի քիչ են վաճառվել տարվա ընթացքում, նաեւ սեզոնայնության գործոնը հաշվի առնելով, իրենք կարողանում են մարքեթինգային քայլերի միջոցով վաճառել այդ ապրանքները եւ իրացվելիության խնդիր լուծել։ 11-11-ը կամ ինչպես ընդունված է անվանել գնումների փառատոնը, տարիներ շարունակ մեծ հետաքրքրություն է վայելում նաեւ Հայաստանում։ Զեղչերի հոսքը տարբեր խանութներում արդեն զգալի է, իսկ գնորդները տարբեր կերպ են արձագանքում առաջարկվող ակցիաներին։ Միանշանակ լինում են դեպքեր, որ որոշակի ապրանքներ, որոնք որ ցանկանում են նախապես գնել, սպասում են մինչև ակցիաները գործեն, նոր իրականում դա կգնեմ ավելի մատչելի, քան իրականում շուկայական արժեքն է։ Սևուրփաթյան զեղչերից Ոչ, որտեղ չեմ հավատում։ Հա, հավատալը լավ բան է։ Ճիշտ ասած, շատ չեմ օգտվում, չէ, այդքան մեկ հազարից մեկ։ Բայց հավատում եք այդ զեղչային։ Հա, անում եմ մեկ։ Տնտեսագետը խորհուրդ է տալիս չհավատալ յուրաքանչյուր զեղչ գրությանը։ Երբեմն նույն ապրանքը ակցիայի օրերին վաճառվում է նույն գնով, ինչ սովորական օրերին։ Եթե բիզնեսի մոտեցումը մի քիչ ավելի մանիպուլյատիվ է, ինքը կարող է ընդամենը մարքեթինգային քայլ լինել, օրինակ նշվում է մինչև 70% զեղչ, բայց իրականում 70% զեղչ ստանում է միայն, ասենք, ընդհանուր ապրանքատեսականից 1 կամ 2 ապրանք, այլ մնացածը ստանում են 10-20 ավելի ցածր զեղչեր եւ այս առումով ինքը մանիպուլյատիվ մարքեթինգային քայլ է։ Զեղչերի սեզոնը կարող է լինել հիանալի հնարավորություն խնայողություն անելու համար, եթե գնումները պլանավորված են։ Իսկ խելամիտ սպառումը, ինչպես նշում են մասնագետները, լավագույն ձևն է շահելու այս զեղչային մրցավազքում։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է գիտուժ նախաձեռնության անդամներին։ Վարչապետը շնորհավորել է ներկաներին գիտության համաշխարհային օրվա առիթով եւ նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու վերջին տարիներին գիտության ոլորտում իրականացված քաղաքականությունների արդյունքները եւ առաջիկա շրջափուլի անելիքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նպատակային գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիական մշակումների պետական քաղաքականության խնդիրներն ու լուծումները։ Անդրադարձ է կատարվել տնտեսության, պարենային անվտանգության ոլորտներում, պետական կառավարման համակարգում գիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացմանը, գիտության ոլորտի ֆինանսավորմանը եւ այլ հարցերի։ Վարչապետը գիտուժ նախաձեռնության անդամներին առաջարկել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության կոմիտեի հետ համագործակցությամբ շարունակել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ։ Միաժամանակ երկրի ղեկավարը շեշտել է, որ կառավարությունը պատրաստ է պետբյուջեով նախատեսված միջոցներից առանձին ֆինանսավորում տրամադրել գիտական այն ծրագրերին, որոնք հասունացել են եւ պատրաստ են մտնել գործնական փուլ։ Իհարկե, նախորդող շրջափուլի մասին մենք բազմիցս խոսել ենք, այդ թվում գիտության ոլորտի աշխատավարձերի բարձրացման մեր ժամանակացույցի վերաբերյալ, որը արդեն մի քանի տարի ընթացքի մեջ է եւ արդեն հունվարի 1-ից հասավ իր լրումին եւ հետեւաբար կարծում եմ նաեւ պետք է հասկանալ, թե այս ընթացքի փորձը մեզ ինչ է ցույց տվել եւ առաջիկայում մեր անելիքների վերաբերյալ ինչ պատկերացումներ ունենք։ Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ես էլ միանամ շնորհավորանքներին գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ, ընդ որում շատ հետաքրքիր է, որ այս տարի գիտության համաշխարհային օրվա խորագիրը այն է, թե ինչպիսին պետք է լինի գիտությունը 2050 թվականին եւ առաջին հերթին դա առաջ է քաշում նաեւ մեր առաջիկա օրակարգի եւ անելիքների հրատապության մասին խոսակցությունը։ Այս ժամանակահատվածում մենք շատ սերտ աշխատել ենք գիտուժ նախաձեռնության հետ միասին այդ թվում եւ այս տարին մեզ համար ուղենշային էր, որովհետեւ հաստատվեց ազգային ժողովի կողմից եւ հոկտեմբերի 20-ին արդեն ուժի մեջ է մտել բարձրագույն կրթության եւ գիտության օրենքը, որը նոր ինստիտուցիոնալ հնարավորություններ է ձևավորում գիտության զարգացման համար եւ պետք է նշեմ, որ ներկայումս էլ հանրային քննարկման է ներկայացված գիտության զարգացման ռազմավարությունը առաջիկա 5 տարիների
որոնք հենց այն թիրախներն են, որոնք կառուցելով կառավարության նախորդ շրջանի արդյունքների վրա ցույց են տալիս հաջորդ փուլի անելիքները, եւ այստեղ էլ մենք բաց ենք քննարկումների համար եւ բաց ենք նաեւ լսելու առաջարկներ, քանի որ ներկայացված ռազմավարությունը դեռևս նախագիծ է եւ հենց այն փուլում է, երբ որ այդ առաջարկները շատ օգտակար կլինեն։ Կուզեի նշել, պարոն վարչապետ, որ մեր գործընկերների հետ միասին մենք արդեն երկրորդ տարին է իրականացնում ենք գիտության շաբաթ միջոցառումը, որը միջազգային ֆորմատ է եւ ուղղված է հանրահռչակելու գիտությունը, այն դարձնելու ավելի տեսանելի եւ հասանելի, այդ թվում նաեւ երեխաների համար։ Ու շատ կարևորում եմ, որ մեր գործընկերների աջակցությամբ հատուկ գործիք հակազդու մեթոդաբանություն է մշակված, որը իրականացում է նույնիսկ մանկապարտեզներում, այսինքն գիտության շաբաթվա շրջանակներում մենք այս տարի ունեցանք ավելի քան 300 ուսումնական հաստատություններ Երևանում եւ մարզերում, դպրոցներ, մանկապարտեզներ, որոնք մասնակիցը դարձան այդ նախագծերի, գիտափորձերի եւ ազատության հրապարակում մենք բավականին մեկ շաբաթ տևողությամբ շատ հագեցած օրակարգով եւ մեծ թվով այցելուներով այդ միջոցառումը կազմակերպեցինք, ինչպես նշեցի, սա արդեն երկրորդ տարին էր մեր համագործակցության եւ բավական կառուցողական երկխոսություն ունենք միասին քննարկելով, ոչ միշտ համաձայնվելով, բայց կարծում եմ, որ միշտ փաստարկելով մեկից մյուսի տեսակետները փորձում ենք գտնել լավագույն լուծումները։ Եվ մի բան էլ կուզեի մատնանշել մեր այս տարվա անելիքների եւ աշխատանքների մասին։ Մենք այս տարի առաջին անգամ նախաձեռնեցինք պետության կարիքներից բխող գիտական հետազոտությունների մրցույթի իրականացում։ Նախորդ տարի սրա մասով շատ մեծ աշխատանք էինք իրականացրել, որովհետեւ մի բան է պետական մարմիններից հավաքել իր կարիքները, մեկ այլ բան է դա, այսպես ասած, թարգմանել գիտության լեզվով, որպեսզի պարզ դառնա, թե ինչ խնդիր պիտի լուծվի։ Եվ արդեն իսկ մրցույթի իրականացրել ենք, շատ ակտիվ մասնակցություն ենք ունեցել, 81 հայտեր ենք ստացել առողջապահության, բնապահպանության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների եւ այլ կարեւոր ոլորտներում, ու այս մրցույթի փորձն էլ պիտի մեզ նաեւ ցույց տա այն մեխանիզմները, որոնք պետական պատվերի, այսպես կոչված, իրականացման ճանապարհին մեզ կարող են օգնել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այս հանդիպումը կազմակերպելու համար։ Նույնպես շնորհավորում ենք գիտության տոնի արդիվ։ Մենք ներկայացնում ենք գիտուժ նախաձեռնությունը եւ եկել ենք քննարկելու նպատակային գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիական մշակումների պետական քաղաքականության խնդիրները եւ լուծումները։ Մեր նախաձեռնությունը քաղաքացիական ապակուսակցական նախաձեռնություն է, որը ձևավորվել է 2021 թվականին եւ արդեն միավորում է 202 տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ եւ 24 մեծ բիզնես ասոցիացիաներ եւ հիմնադրամներ։ Առաքելությունը Հայաստանը զորացնել գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով եւ աշխատելով համատեղ կառավարության հետ կարողացանք ֆինանսավորման, ակադեմիական գիտության ֆինանսավորման ավելացմանը հասնել, որը փաստացի կանգնեցրեց Հայաստանում ակադեմիական գիտության վերացումը եւ նույնիսկ որոշ հարցերում մենք զարգացումներ ենք սկսում տեսնել։ Եվ նաև հանրայնացման հարցում գիտության եւ տեխնոլոգիաների մի շարք հաջողված ծրագրեր ենք իրականացրել, ոմանք մեր մասնավոր գործընկերների հետ, ոմանք մասնավոր եւ նաև Տիկին Անդրեասյանը նշեց, օրինակ գիտության շաբաթը կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Վարչապետը եւ դեսպանները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը եւ հետագա համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաեւ դեսպաններին հետաքրքրող հարցերին։
Հայաստանի ինտերնետ դիմակայություն, թվային քաղաքականություն, լայնաշերտ ինտերնետի հասանելիություն եւ տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություններ ու մարտահրավերներ։ Այս հարցերն են քննարկվել ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովում, որին մասնակցել եւ փոփոխվող աշխարհում ինտերնետի եւ նոր տեխնոլոգիաների նշանակության մասին խոսել է ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Ինտերնետը մարդկության կյանքն ու կենցաղը փոխել է, փաստում է ազգային ժողովի փոխնախագահն ու հավելում։ Մենք առերեսվում ենք իրավիճակի հետ, երբ արհեստական բանականությունը փոխում է ամբողջական արդյունաբերական ոլորտներ։ Այն իհարկե արդեն իսկ մեր կյանքում, առօրյա կյանքում առկա է, բայց դրա ներկայությունը ես կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում անճանաչելիորեն կփոխի հասարակությունները, կփոխի կենցաղները։ Ազգային ժողովի փոխնախագահը խոսել է տարբեր ժամանակներում ոլորտի նորարարության ազդեցությունների, դրանց վերաբերյալ հասարակության վերաբերմունքի մասին։ Մենք առաջիկայում ականատես ենք լինելու, որ այլևս այդ կենցաղային հոգսերը հոգալու են մարդանման ռոբոտները, արհեստական բանականությամբ զինված եւ մարդիկ ունենալու են ավելի մեծ հնարավորություններ հոգատարությամբ դաստիարակելու իրենց երեխաներին։ Զբաղվելու նրանով, ինչը իրենք ավելի շատ են սիրում, այլ ոչ թե ստիպված են անել։ Նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ տարիների ընթացքում ամբողջական փոփոխության է ենթարկվելու եւ արդյունաբերությունը եւ հասարակական կյանքը, ընդգծել է Հակոբ Արշակյանը։ Երկրների նույնիսկ չեմ վախենա ասել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության հարցերը ուղղակիորեն կապված են լինելու նրա հետ, թե երկրները որքանով են կարողանում նոր տեխնոլոգիաները, մասնավորապես արհեստական բանականությունը, ռոբոտատեխնիկան, ավիատիեզերական տեխնոլոգիաները վերցնել, օգտագործել իրենց զարգացման համար, իրենց հասարակություններին ծառայեցնելու համար, որքանով է այդ կրթական միջավայրը հասանելի լինելու մարդկանց եւ որքանով են մարդիկ իսկապես դրանից օգուտ քաղելու։ Այս առումով կարևորվել են վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքները։ Ազգային ժողովի փոխնախագահը կարևորել է հասարակության կողմից նորագույն տեխնոլոգիաների ընձեռած լայն հնարավորությունների արդյունավետ օգտագործումը։ Ես կարծում եմ, մեր հասարակությունը արդեն իսկ որոշում է կայացրել ոչ թե փայտերով խփել արհեստական բանականությանը կամ հումանոիդ ռոբոտներին կամ այլ նորարար տեխնոլոգիաներին, այլ վերցնել եւ օգտագործել դրանք իրենց սիրած աշխատանքով զբաղվելու, ստեղծագործ նորարար լինելու, կրթությունը ավելի հասանելի դարձնելու, արվեստը, երաժշտությունը, գրականությունը ավելի մարդկանց մոտ դարձնելու եւ դրանցով ապրելու եւ ապրեցնելու մեր ապագա սերունդներին։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում եւ հաջողություններ։ Նման միջոցառումների անցկացումը կարևոր է, այն մեկտեղում է պետական ու մասնավոր հատվածի, տեխնիկական եւ ակադեմիական համայնքների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ինտերնետը հիմա այնքան շատ է տարածված ամենուրեք, որ բոլորի հետ էլ անհրաժեշտ է համաձայնեցնել քայլերը եւ կարգավորումները եւ ստանալ ցանկալի արդյունք, որ բոլորի համար հասանելի եւ օգտակար լինի ինտերնետը։ Համաժողովն ավարտվել է հետեւյալ համոզմունքով՝ ժամանակակից աշխարհում նորագույն տեխնոլոգիաները մրցակից չունեն։ Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել հնարավոր բոլոր մտահոգությունները, որոնք Հայաստանը կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների հետ կապված, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմների մասին տեղեկությունները։ Մարիա Զախարովայի խոսքով Մոսկվան հիբրիդային պատերազմներ չի վարում եւ հարգում է ցանկացած ժողովրդի ինքնիշխան ընտրությունը։ Պաշտոնյան հավելել է, թե նման վարքագիծը հատուկ է Արևմուտքին։ Նա հավատացրել է, որ Ռուսաստանը միշտ եղել եւ մնում է Հայաստանի հուսարի դաշնակիցը ու միշտ անհապաղ օգնության է հասնում նրան։ Զախարովան հիշեցրել է, որ օրինակ 2024 թվականի հունիսին ռուս մասնագետները վերականգնել են Հայաստանի հյուսիսում ջրհեղեղներից վնասված երկաթուղին։ Նա անդրադարձել է նաև օրերս Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան երկաթուղով ցորենի մատակարարմանը։ Այս իրադարձությունը մեծապես հնարավոր դարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռնարկված ջանքերի եւ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնությունների շնորհիվ է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Միացյալ Նահանգների նախագահն ընդունել է Սիրիայի նախագահին, որին դեռ տարիներ առաջ Վաշինգտոնը մեղադրում էր ահաբեկչության համար, իսկ նրան բռնելու համար առաջարկում $10 միլիոն պարգև։ Ահմեդ Աշ-Շարայի այցը պատմական է որակվում։ Վերջին անգամ Սպիտակ տանը սիրիացի բարձրաստիճան պաշտոնյայի են ընդունել 1999 թվականին, երբ ԱԳՆԽ Ֆարուկ Շարան Վաշինգտոնում մասնակցում էր Իսրայելի հետ բանակցություններին։ Հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աշ-Շարան ուժեղ առաջնորդ է, որի հետ ինքը լեզու է գտել։ Կանենք հնարավոր է, որ Սիրիան բարգավաճի, այժմ Մերձավոր Արևելքում երկար տարիների ընթացքում առաջին անգամ խաղաղություն է տիրում, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Նա հավելել է, որ Անկարան եւս աջակցում է Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով կչեղարկվեն Արաբական Հանրապետության դեմ գործող սահմանափակումները, բացառություն կկազմեն Ռուսաստանի եւ Իրանի հետ գործարքները, ինչպես նաեւ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի նկատմամբ պատժամիջոցները։ Կվերանայվեն քաղաքացիական ապրանքների առևտրի հետ կապված գործընթացները, ավելին ըստ NBC-ի Միացյալ Նահանգներում Սիրիայի դեսպանությունը կվերաբացվի, Դամասկոսը կմիանա իսլամական պետության դեմ պայքարող կոալիցիային։ Աշ-Շարան իր հերթին գոհունակություն է հայտնել, որ Սիրիան եւ Միացյալ Նահանգներն այժմ աշխարհաքաղաքական դաշնակիցներ են եւ ամերիկյան կողմը կարող է ներդրումներ կատարել երկրում, հատկապես գազի արդյունահանման ոլորտում։ Աշ-Շարայի պաշտոնական այցին ընդառաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւ Լոնդոնը նույնպես հայտարարել էին Սիրիայի նախագահին եւ արտգործնախարարին պատժամիջոցների ցանկից հանելու մասին։ Վաշինգտոն է մեկնել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, նրան ընդունել է պետքարտուղարության ղեկավարը։ Հական Ֆիդանը եւ Մարկո Ռուբիոն անդրադարձել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի, հիմնականում Գազայում հրադադարին եւ ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Դիվանագետները մասնավորապես քննարկել են Մերձավոր Արևելքում կայունության պահպանման հետագա քայլերը, աջակցություն հայտնել արդեն գործադրված ջանքերին։ Նաև պետքարտուղար Ռուբիոն վերահաստատել է ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը դադարեցնել ռուսական էներգակիրների գնումները, ինչը Վաշինգտոնի համոզմամբ կնպաստի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցմանը։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որն օրերս Վաշինգտոնում էր երկօրյա պետական այցով, կգտնվի Ռուսաստանում եւ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ երկու երկրի ղեկավարները կքննարկեն ռուս-ղազախական հարաբերությունները եւ տարբեր ոլորտներում դրանց զարգացման հեռանկարը։ Անդրադարձ կլինի ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Ղազախստանը Ռուսաստանի հատուկ եւ արտոնյալ գործընկերն է, շեշտել է Դմիտրի Պեսկովը։ Տոկաևն էլ տեղեկացրել է, որ Մոսկվայի եւ Աստանայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր կստորագրվի։ Նրա խոսքով փաստաթուղթը կհաստատի երկկողման նախադեպ վստահության մակարդակը, ինչպես նաև ավելի սերտ գործակցելու համատեղ հանձնառությունը։ Տոկաևը հավելել է, որ Պուտինին Ղազախստանում հարգում են որպես համաշխարհային մասշտաբի քաղաքական գործչի։ Ծանոթ թե անծանոթի Կապանի նորաշենիկ է բերել աշնան ամենասպասված ու ամենասիրված իրադարձություններից Կուրկուտի փառատոնը։ 20 վարպետ խոհարարներ ջանք ու եռանդ չեն խնայել, որ Կապանյան ուտեստը համեղ եւ սիրով մատուցվի միջոցառման մասնակիցներին։ Յուրաքանչյուրը գաղտնի բաղադրատոմսով էր եկել այստեղ ներկայացնելու սերնդեսերունդ փոխանցվող պատրաստման իր տարբերակը։ Նրանցից շատերը տասնյակ տարիներ է այս գործի հմուտ վարպետներից են։ Ղզղանի մեջ 15 կիլո միսա, 7 կիլո կուրկուտ, 4 կիլո կարակ։ Մի տարի չի, երկու տարի չի, ամեն տարի մասնակցում եմ, ես մոտավորապես մի 30-40 տարվա կուրկուտ գցող եմ։ Պիտի հմուտ լինես, նախ պիտի փայմով լինես։ Իմանաս ինչ ես անում, իմանաս մի հոգուն ինչ պորցիա հասում, որ կարողանաս այդ հաղթահարես։ Հետո պատասխանատու է, եթե թոն իրա, փակ վիճակա, սովուս չի, որ նայես տեսնես ինչա վիճակի, աստծո ումուդին է։ Մոտարապես 12 ժամ թոների մեջ եփվում է ինքը։ Իրա այդ երկարեփելով է ինքը առանձնանում բոլոր ճաշատեսակներից, հետո ինքը ծորենազգի այդ հատիկավոր բանա, բայց ինքը մի յուրահատկություն նույնպես ունի, որ չի խառվում իրար, ինքը հատիկավոր է մնում, հենց ինչպես որ կա։ Ինքը շատ համեղ կերակուր է։ Հեշտ գործ է, պրոստը պիտի ամեն ինչը բոլորնի ու կանաս պատրաստես։ Կարակը պիտի լինի, կուրկուտը պիտի լինի, միսը պիտի լավ միս լինի, որ կարաս կուրկուտ պատրաստես։ Թոները պիտի լավ լինի։ Պուտինը տարի է գցում եմ։ Յուղումը միջոցառումները, արարողություններ անում էլի գցում եմ տա։
Կապանի համայնքապետարանն է 2019 թվականից անցկացնում փառատոնը նախապես ընտրված գյուղական բնակավայրում, նպատակ ունենալով աշխուժացնել տեղի միջավայրը, ևս մեկ անգամ ամրապնդելով գաղափարը, որ տոնը ոչ միայն համի, հոտի, այլև ազգայինը պահպանելու միասնականության խորհրդանիշ է։ Մասնակցում են մեր թվով 16 նախադպրոցական ուսումնական հաստատությունները, ովքեր այսօր պատասխանատու են տաղավարների համար, ներկայանում են այնտեղ տարբեր քաղցրավենիքներով, ուտելիքներով, զարդարում են իմաստը լինի այսօր միայն գյուղական, ազգային եւ իրենք օգնում են մեր վարպետներին, որպեսզի միջոցառումը կայանա։ Առատության ու լիության խորհրդանիշ ուտեստի համտես, տեղում թխվող լավաշ, ժենգյալով հաց, տնական գաթաներ, հայկական երաժշտություն, տարատեսակ մրցույթներ։ Ամենամյա միջոցառումը շուրջներ համախմբել հազարավոր մարդկանց, ընտանիքներով, ընկերներով, ինչու ոչ միայնակ արտերկրից, Հայաստանի այլ վայրերից։ Այստեղ են շտապել համտեսելու Կապանյան ավանդական կերակուրը, դառնալով մշակութային միջոցառման անբաժան մասնիկը։ Երկրից դուրս որտեղ եղել եմ, անպայման պատմում եմ մեր Կապանյան հոտելիքների մասին, հենց Կապանյան զարդի մասին, կորկոտի մասին, որի մեջ ճուղակի շատ հիանալի համային գամաներ կան, մեր հայկական կարագը, այսպես ասած ցորենը ու հայկական այն համեղ միսը ու իրոք ցանկանում եմ ու բոլորին խորհուրդ եմ գալիս, որ վերադառնան Սյունիք, Կապան քաղաք, փորձելու այդ համեղությունը։ Ես Սիսյանից եմ, Խնամից Տանձավեր գյուղից, եկել եմ մասնակցելու իր այեփած կորկոտը համտեսելու։ Շատ դուրս է եկել, այնպես որ լավ տրամադրությամբ նորից պետք է հետ գնամ Սիսյան։ Կորկոտը միշտ էլ սիրել եմ, որովհետև մեր տունը միշտ էլ դրել են։ Շատ լավ որոշում է, իհարկե, բարեգործությունը միշտ էլ խրախուսելի է։ Մի բան էլ դրական, մեր գնալուց հետո ինչ-որ մի բան կմնա, մենակ շուտենք գնանք, մի բան էլ թողենք։ Կուրկուտը ներառված է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում որպես Կապանյան ավանդական ուտեստ։ Ըստ ներկաների ավանդական ճաշատեսակը մեր ինքնության վառ ապացույցներից է։ Կուրկուտի փառատոնը իր տեսակի մեջ եզակի է, որովհետև մի, այսպես ասած, մոռացության մատնված ուտեստ եկավ եւ ապացուցեց, որ կարելի է վերածնունդ ապրեցնել ոչ միայն ուտեստը, այլ նաեւ մի ամբողջ ծիսակարգ եւ մշակութային շերտ։ Մեր ավանդույթները, մեր ընդհանրապես ծիսական թե ուտեստը, թե ընդհանրապես միջոցառումները մեր ինքնության մաս են կազմում, բաղադրիչ կարևոր մաս են։ Դրա համար ես տեսնում եմ այս փառատոնի մեջ հենց ինքնության պահպանման խնդրի լուծման ճանապարհ, որի համար ես շնորհակալ եմ, որ ես այստեղ եմ, ես այդ իմաստով եմ այստեղ եւ մասնակցում եմ սիրով։ Ամեն տարի անվճար անցկացվող փառատոնն այս անգամ վճարովի էր, ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով։ Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ գոյացած 3 միլիոնից ավելի գումարի շնորհիվ մանկատան նախկին սաներից քույր եւ եղբայր Դիանան եւ Դավիթը նոր բնակարան կունենան։ Օրեր առաջ հրավիրեցի երեխաներին եւ հարցրեցի, թե ինչի մասին են իրենք երազում եւ նրանք պատասխանեցին միանշանակ, որ տուն են ուզում, երազում են տան մասին և մենք այդ օրը որոշեցինք, որ պետք է փորձենք այդ երեխաների երազանքը իրականություն դարձնել։ Գումարը ամբողջովին իհարկե չի գոյանալու այս տոնավաճառից, բայց սա առաջին քայլն է, ես համոզված եմ, որ մենք այդ նպատակին կհասնենք։ Վարպետ խոհարարները ստացան խորհրդանշական նվերներ, իսկ Կուրկուտի փառատոն 2025 մրցանակի հաղթող ճանաչվեց ծավ բնակավայրը ներկայացնող Կարլեն Մարտիրոսյանը։ Կուրկուտի անզուգական վարպետը։ Կապանի համայնքապետարանի կազմակերպած միջոցառումը կպահպանի բարեգործական հիմունքներով անցկացնելու ավանդույթը։ Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ Գավառ համայնքում անցկացվեց գեղանկարչական սիմպոզիում։ Նախաձեռնությունը կյանքի կոչվեց համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության նկարիչների միության եւ Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ։ Գեղանկարիչներից մեծ մասը առաջի անգամ է լինում տվյալ բնակավայրերում եւ իրենց համար էլ բացահայտում է Գավառը որպես նկարչի աչքով դիտելու բավականին լավ տեղանքներ են ընտրել եւ գովելի է, որ իրենք էլ բացահայտում են։ 7 օրերի ընթացքում նկարիչների միության 5 անդամներ գեղարվեստի դպրոցի սաների եւ ուսուցիչների հետ
Գավառ քաղաքում եւ բնակավայրերում հնարավորություն ունեցան կտավին հանձնելու պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներ, գյուղական կոլորիտ ու բնապատկերներ։ Նրանց աշխատանքներում գեղատեսիլ Սևանալիչն է, Հայրավանքի Ծաղկաշենի եկեղեցիները, Սպիտակ Բերդը, Նորատուսի խաչքարերը։ Այս կոնցեպտում առաջի անգամ եմ եւ հույսով եմ դեռ շատ կհանդիպենք, որովհետեւ չբացահայտված են մնում հիմնականում շատ տեղանքներ, որտեղ որ այդ 7 օրվա շրջանակներում ուղղակի ֆիզիկապես չենք հասցնի։ Մնացած բոլոր համայնքները, ովքեր չեն կազմակերպում, խորհուրդ կտամ ու հույսով եմ, որ իրենք էլ սկսեն նման միջոցառումներ մշակութային մի քիչ կյանքն ավելի ակտիվ պահել։ Սիմպոզիումի մասնակցությունը լավ հնարավորություն էր նաև Գեղարվեստի դպրոցի սաների համար։ Նկարիչների միության անդամների հետ աշխատելը, նրանց աշխատանքին ու խորհուրդներին հետևելը կարևոր դաս էր։ Ամեն ինչ ըստ գույնի եւ տոնի պիտի հստակ դասավորված լինի։ Առանց դրանց այն հեռավորությունը ու այն հեռանկար, որ իրականում գույցին նկարել հնարավոր չի։ Սիմպոզիումի մասնակիցների հետ հանդիպեց, նրանց աշխատանքներին հետևեց ու ծանոթացավ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Նա ողջունեց նախաձեռնությունը եւ պատրաստակամություն հայտնեց հետագա մյուս ձեռնարկներում եւս աջակցել նրանց։ Սկզբից ավելի սիլուետային էր ու հետաքրքիր հակադրություն կար, կարծում եմ ժամանակի ընթացքում մի փոքր ինչ-որ զգացողություն կկարողանա պահել։ Սիմպոզիումի արդյունքում նկարիչների միության անդամների եւ Գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները Գավառի համայնքապետարանում եւ ենթակա կազմակերպություններում ունենալու են մշտական եւ ժամանակավոր ցուցահանդեսներ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները, այն դեպքում, որ 2023 թվականին արդեն ավարտված էր ընկերությանը տրամադրված մարմարի հանքարդյունահանման թույլտվության ժամկետը, Կոտայքի մարզի Արձական գյուղի վարչական տարածքի մարմարի հանքի Սուլիձոր տեղամասում շարունակել են հանքարդյունահանումը։ Ըստ նախնական տվյալների, ապօրինի արդյունահանել 1500 խորանարդ մետր մարմարի հանույթ, այն տեղափոխել նույն ընկերությանը պատկանող հանույթի տեսակավորման կետ ու ընդհանուր շուրջ 24 միլիոն դրամով իրացրել։ Արդյունքում պետության եւ համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Նոյեմբերի 4-ին արդյունահանման վայրում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության կասկածանքով 4 անձ ձերբակալվել է։ Նրանք ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։